Եթե իմ բարձաբանումից հետո եւս հարցեր կառաջանան, սիրով կարող են կազմակերպել պարոն Երոյանը, որ ավելի այսպես մանրամասն ներկայացնի։ Ուրեմն մենք ունենք նախատեսված է ջոկի սերժանտ, դասակի սերժանտ, վաշտի սերժանտ, գումարտակի սերժանտ եւ այդպես մինչեւ գլխավոր շտաբի սերժանտ։ Գլխավոր շտաբի սերժանտը ամբողջ զինված ուժերի սերժանտական համակարգի ամենաբարձր պաշտոնյան է եւ սերժանտը արեստավարժ սերժանտը, որը ընտրվում է շարքային պայմանագրային զինվորականների շարքից, ունենալով որոշակի առաջնորդի հատկություններ, կազմակերպչական ջիղ, ինքը սպայի իր հրամանատարի մտահղացումը շարքային կազմին փոխանցողն է եւ այդ միջանկյալ օղակը ում միջոցով ղեկավարվելու է շարքային անձնակազմը։ Եվ այս ուղղահայացը իրականացվում է հետևյալ կերպ. գլխավոր շտաբի պետի կողմից սերժանտական համակարգին տրված հանձնարարականները գլխավոր շտաբի սերժանտի միջոցով իջնելու են այդպես ներքև եւ հասնելու են մինչեւ ջոկի սերժանտ։ Եվ այս ամբողջ կառավարման process-ը իրականացվելու է ըստ վերադասության սերժանտների միջոցով, որոնք ջոկի սերժանտը, եթե դասակի սերժանտ դառնալու համար նաև պետք է ուսուցանվի, դասակի սերժանտը վաշտի սերժանտ դառնալու համար նաև պետք է ուսուցանվի, պարտադիր, այսպես ամեն առաջխաղացումից առաջ իրենք պետք է տվյալ պաշտոնին համապատասխան կրթություն ստանան եւ դրանից հետո նոր կարողանան իրենք անձնակազմի հետ աշխատանք իրականացնել։ Շատ պարոն Սարգսյան, բնական հարց էլի առաջանում, բայց հարցերը կարող է հարցից հարց առաջանա, ես առաջարկում եմ առաջինից երկրորդ ընթերցման այդ միջակայքում հրավիրեն գլխավոր շտաբի պետի տեղակալին, որը պատասխանատու է այս բարեփոխումների համար, եւ մեր հարցերի պատասխանը այնտեղ ստանանք, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ հստակ անենք, որտեղ ուղղաձիգի պարագայում նման հրամանատար սերժանտ փոխհարաբերությունները մի քիչ ընկալելու խնդիր ունենք։ Գլխավոր շտաբի սերժանտը շատ բարձր կարգավիճակ է ըստ պատկերացումների եւ հրամանատարական կորպուսը, որի ենթակայության տակ են գտնվում նաեւ սերժանտները, այդ հարաբերությունների մեջ հանձնարարականները որտեղից է գալի ուր է գնում եւ ով է պատասխանատու այդ հրամանների կայացման եւ կատարման համար։ Պարոն Մանուկյան, ես առաջարկում եմ այդ բովանդակային մասը մենք կանենք մեր մոտակա հենց աշխատանքային քննարկման ժամանակ եւ գեներալ Երևանը կգա եւ մենք այդ հարցերի պատասխանը կստանանք, որպեսզի հստակ պատկերացում ունենանք, թե տվյալ օրենքը ինչ խնդիր կարող է լուծի կամ խնդիր առաջացնի։